Նման մեկնաբանության պարագայում, որտեղ Քոչարյանի մեկսագրվող բոլոր գործողությունների առնչությամբ ըստ էության գործում է վերջինիս ընդդիմամխելիության ռեժիմը, այն պատճառաբանությամբ, որ լիազորությունների գերազանցումը ենթադրում է հայացողության գնահատում։ Այսինքն, եթե այս լիազորությունը ունեն բացիկան ինչ-որ որոշակի նպատակով ձևով պետք է օգտագործեն, եթե ասում այս լիազորությունը գերազանցել ես, ասում են լիազորությունս եմ գերազանցել, դա միևնույն է լիազորության շրջանատներում է եւ գնահատման առարկա է պատահում, այդ լիազորությունս իրականացել է ինչ եղանակով, իսկ եթե լիազորությունից կարգավիճակից է բխում, այսինքն լիազորության գերազանցումն է կարգավիճակից բխում, ենթակա չի գնահատման քրեակատավարական կարգով։ Այլ կերպ ասած, մենք բան է առհասարակ լիազորությունների եւ նախագահի դերին հակադրվելու առնչության մեղադրանքը, մեկ այլ բան է նախագահի հայեցողական գործողությունների գնահատումը դրանց համաշխատության տեսանկյունից։ Քանի որ հաշվի առնելով հնարավոր ապագայում ծագելու իրավահարաբերությունները, օրինակ իշխող ուժի փոփոխումը, հենց այդ նպատակով սահմանադրությունն է լիազորություններին եւ դրանից բխող գործողությունների մասով անդրադառնալի է համարել պաշտոնատար նախագահի հետագա հետապնդումը։ Ընդ որում, այս պարզ իրողությունը առավել առարկայական է դառնում մեղադրանքի ուսումնասիրության արդյունքում։ Թեև մեր համար շարունակում է որոշակի չլինեն այն գործողությունների ծավալը, մենք վերել ենք, ասում ենք, ինչու մեղադրվում աղբյուր Քոչարյանը հստակ չի որոշակի չի, բայց նույնիսկ այդ պայմաններում, երբ որ ինչ շարունակում է որոշակի չլինել, մենք հիմա գործում ենք մեջից տեքստի մեղադրանքի մեջից փորձել է կառուցել այն ընդդիմները, որոնք իրենց բնույթով գործողություն են նկարագրում եւ այդ գործողությունը ինչ-որ կերպ վերագրել է Ռոբերտ Քոչարյանին։ Իսկ մեկ վարքան ներողություն ունեցում։ Հիմա փորձենք նկարագրել։ Երեք տարին հատված է ինչ է ասում, ինչու առաջադրել է մեղադրանքը, պաշտոնատար անձի կողմից դիտավորության այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից եւ իրական վնաս են պատճառել եւ երրորդ մասը ասում է անդրության բաղադրացրել ծանր հետևանք։ Հիմա նայեք հետաքրքիր է։ Մենք բարձրացնում ենք հարց, որ սույն վեճը սահմանադրական բնույթի վեճ է, որովհետև ինչ ասում դասակալությունը, ասում այն նախական ինչ-որ գործողություններ է կատարել, իրավունքություն է կատարել։ Մենք էլ շատ հստակ արձանագրում ենք, որ դասակալությունը չունի լիազորություն եւ ինքը դրանով իսկ հանցագործություն է կատարում, երբ որ գնահատական է տալիս, եթե նախագահի գործողություններին քրեադատավարական դաշտում դուրս գալով սահմանադրությամբ սահմանված իշխանությունների տարանջատման սկզբունքից։ Մի փոքր տարբերությամբ, որ դատախազությունը անձնամխելիություն չունի այդ մասով ի տարբերություն երկրի նախագահի։ Եվ սա ենթադրում է, որ դատախազությունը այստեղ մի հատ հարց չմերադառնանք, հիմա ձեր ասացից ամենայնպես փոխություն է ստեղծվում, որ ցանկացած դեպքում, երբ հանրության նախագահ կատարի լիազորությունների չբխող ենթադրյալ հանցանք, որևէ դատախազ քրեական հետապնդում որոշում չի։ Պայմանականորեն կատարում է չգիտեմ, մարդու դեմ ուղղված հանցագործություն, սեփականության դեմ ուղղված հանցագործություն, չգիտեմ, սպանություն է կատարում հանրության նախագահ, այս դեպքում նկատմամբ քրեական հետապնդում սահմանադրական դատարանի ես։ Չէ, հենց հիմա հենց դա մասում է հասկանալ։ Շատ բարձր։ Եթե մենք խոսում ենք, որտեղ հստակ կա կարգավոր իր լիազորություններից չբխող գործողությունների համար կարող է պատասխանատվության ենթարկել լիազորությունների ավարտից հետո։ Օրինակը բարձր է, որ բարձր է։ Ուրիշ օրինակի վերաբերեցի, որ Ես ուրիշ օրինակներ եմ, որ բարձր է։ Հանրապետության նախագահ, մենք ուրիշ նախագահ, երեկոյան ալկոհոլ օգտագործած նստում է մեքենան, անվտանգության ծառայողներից փոխվում է, առաքիչում է ճանապարհը եւ հասնում է մեքենան։ Հիմա դա լիազորություններից որևէ կերպ չի փոխվում։ Որևէ տեսակից դա չի փոխվում լիազորություններից։ Բայց հանրապետության նախագահը որոշում է ընդունում իր լիազորությունների շրջանակներում որևէ գործողություն կատարելու։ Օրինակ, եթե վերցնեմ մինչև 2005 թվականը, վավերացնում է կառավարության որոշում։ Այդ գործողությունը քննարկման առարկա չի կարող կանգնել։
մեր դեպքին հիմնական դրդարան արտակարգ դրություն սահմանելու որոշում։ Դասագրքային, որ ֆրանսիական, գերմանական, գերմանացիների մտքիչել է, ֆրանսիական, ամերիկյան, ռուսական, եւ այլ դերականությունը, որ վերցնում ենք որպես նախագահի անձնամարտելությունն, ուղիղ է բոլորի մոտ, ասում արտակարգ դրություն ժամանակ, որ ինքը չմտածի արագ արտակարգ դրություն սահմանի, չսկսի մտածել կամ նույնը ռազմական իմաստով։ Սա բացարձակ տրված է հենց դրա համար, որ թե երկրորդ մտածելու կարիք չունենանք։ Սա դասական օրինակ է։ Հիմա փորձեք նկարագրել ինչ է արձանագրված, որ դրանից գնահատենք։ Օրինակի հարցի պատասխանը չի օրինակ ենթադրել ձեր վերած օրինակով ճանապարհային տրանսպորտային պատահարի հարցում մարդը հանրային քրեական հետապնդում քիլոտում այս դեպքում քրեական հետապնդում օգտի հարցում եւ կարող հարցը քանի դեռ նախագահ պաշտպանավարվում չէ պաշտպանավորից հետո որովհետեւ ձեր ասածը ձեզ հասկացա չէ բոլոր դեպքերում բացարձակ եւ Արգել դատարան, ես ասում եմ հենց որ Ես կացա իմ հարցը ես իմ ասածը հետևյալն է, փորձեմ այստեղ նայեք ինչ ախնդիրել է, մենք ոչ թե հանցագործություն ենք գնահատման առարկադարձնում, այլ օբյեկտիվ կողմը, սահմանադրությունը օբյեկտիվ կողմի գնահատման դաշտապետը։ Ասել է, եթե օբյեկտիվ կողմը վերաբերվում է այնպիսի գործողություններին, որոնք կարգավիճակից են բխում, այլ մնացած հարցերին չենք անդրադառնում ավարտում ենք։ Եթե օբյեկտիվ կողմը գործողությունը, այլ չի բխում նախագահի կարգավիճակից, արդեն մենակ հնարավոր է։ Ամբողջ խնդիրը կայանում է հետևյալում, որպեսզի սահմանադրաիրավական վեճը չմտնի քրեական դաշտ։ Իսկ այսօր մտել է, որովհետև արտակարգ դրություն մրցանելու որոշումը քրեական դատավարության շրջանակներում պետք է քննարկվի։ Ավելին ասեմ, դուքաների հսկայածավալ մարդն է, որտեղ հարցադրումները հենց մոտավորապես է դաշտում են։ Արտակարգ դրության որոշում կարա սահմանվել, չէ կարա սահմանվել, դուք ուժերի վրա կարա պարտականություն դրվել, չէ կարա պարտականություն դրվել։ Դա դասական սահմանադրաիրավական վեճ է, որը ինդիվիդուալ իրավունքությունը ստացվել է 2008 թվականի մարտի 2-ին, որովհետև սահմանադրությունը բալանսավորման տարբեր մեխանիզմներ ունի, միշտ չի դատական, դրա դեպքում պարլամենտական բալանսավորում է, հիմա անդրադառնում է դարձ։ Նայեք, հիմա փորձում ենք վերլուծել մեղադրանքությունը։ Առաջնորդվելով ամերիկյան կարգավիճակով, ինչ է ենթադրում, որ որևէ դեպքում դատախազ իրավունք չունի կասկածի տակ դնել մեղադրանքի դուրս հաստատված համարելու համագործակցության ինքնատիպը, որտեղ Քրիստոնեի գործողությունների իրավաչափությունը այնքանով որքանով արձանագրել է դատարանը կգնահատի, բայց դատարանը այս դեպքում չի կարող գնահատել որպես հաստատված հանգամանք։ Հիմա ինչ ենք նայում, փորձում ենք տեքստը վերլուծել, եւ տեքստի մեջ գտնել են գործողությունները, որտեղ Ռոբերտ Քոչարյանը գործել կամ չի գործել, այսինքն գործողություն կամ անգործություն է նկարագրված, եթե չեմ սխալվում 4 նման դեպք են գտել։ Հիմա առաջին ինչ ասում, 2008 թվականի փետրվարի 23-ին Պաշտպանության նախարարության եւ Արցախի հանրապետության պաշտպանության բանակի պաշտոնատար անձանց հետ խորհրդակցություն է անցկացրել եւ ակնհայտ անցնելով իր հազորությունները բանավոր վրահանգել է ովքեր է բերել մարտական պատրաստություն։ Սա մեղադրանքն է։ Ովքերը անկախ ճիշտ է ստավ, ես հիմա չեմ գնահատում, նշված է թե նշված չի, ովքեր է բերել պատրաստության տարբեր մարտակի կամ չբերել, եթե դա նախագահի լիազորությունն է, այդ կատարվում է, եթե նախագահի լիազորությունը չի, սրանք չի կատարվում։ Ինքնին այս գործողությունը իրավաչափ կամ ոչ իրավաչափ գնահատելով, ակնհայտ անցնելով իր լիազորությունները ձևակերպում նախագահի լիազորությունների կատարման դաշտում, սա այս առաջին օրինակն է, որ սա չի կարող գնահատման լինել, այն որ ոչ կոնտեքստում, ոչ կոնտեքստից դուրս, ոչ կոնտեքստի մեջ, երբ որ մենք խոսում ենք լիազորությունները գերազանցելու մասին։